Ողջույն, ես Վիտամեդ բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Սաթենիկ Մովսիսյանն եմ։ Ուզում եմ ներկայացնել վահանաձև գեղձի կարևորությունը օրգանիզմի համար։ Վահանաձև գեղձը լինելով ամենափոքրիկ էնդոկրին գեղձերից մեկը, իրականում հսկայական եւ անփոխարինելի աշխատանք է իրականացնում ողջ օրգանիզմի համար։ Այն ապահովում է այնպիսի կարևորագույն հորմոններ, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը, էներգիայի մակարդակը, մարմնի ջերմաստիճանը եւ նույնիսկ տրամադրությունը։ Այն կառավարում է ուղեղի աշխատանքից սկսած մինչև մկանների աշխատանքը։ Դրա բավարար հորմոնների քանակը ապահովում է գրեթե բոլոր օրգան համակարգերի ճիշտ ֆունկցիոնալ վիճակը եւ նույնիսկ չնչին շեղումները կարող են բերել տարբեր օրգան համակարգերի կողմից դիտվող շատ տարբեր ոչ սպეციფიկ գանգատների, եթե նույնիսկ տվյալ օրգան համակարգերում չունենք որևէ օրգանական խնդիր։ Իր փոքրիկ չափերում սահմանված վահանաձև գեղձը իրականում ղեկավարում է ողջ օրգանիզմի նուրբ հավասարակշռությունը։ Հայաստանում եւ առհասարակ ողջ աշխարհում վահանաձև գեղձի շատ տարբեր խնդիրներ այսօր բավականին լայն տարածում ունեն, այդ թվում երեխաների, երիտասարդների եւ դեռահասների շրջանում։ Բարեբախտաբար ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ վահանաձև գեղձի բոլոր խնդիրներն ունեն իրենց լուծումը։ Նույնիսկ քաղցկեղի որոշ տեսակներ այսօր ամենևին դատավճիռ չեն, պարզապես պահանջում են ճիշտ լուծում եւ հետագա ճիշտ հսկողություն։ Խորհուրդ է տրվում նույնիսկ գանգատներ չունենալու պարագայում տարեկան գոնե 2 անգամ անցնել պրոֆիլակտիկ բուժզննում, հետազոտել վահանաձև գեղձը, խորհուրդ է տրվում ուշադիր լինել այս փոքրիկ գեղձի առողջությանը հետագայում մեծ խնդիրներից խուսափելու նպատակով։